հարց ունեք։ Անի Աբրահյան ABC-ներիա, պարոն Սիմոնյան ասացիք, որ գործում եք այստեղ տեղի ունեցողը ներկայացնել Սփյուռքի մեր հայրենակիցներին, հատկապես եկեղեցու շուրջ կատարվողը, եւ ասացիք, որ կան ուժեր, որոնք խեղաթյուրում են տեղեկությունները, որ ուժերի մասին է խոսքը։ Առաջին հարցը դա է, ուզում եք այսպես հարցերի պատասխան։ Խնդրեմ, սիրով ես կարող եմ պատասխանել։ Այո, ուժերը բոլորիս հայտնի են, ասենք, տեսեք, մենք ունենք կոնկրետ ուժեր, որոնք Հայաստանում էլ առաջին խնդիր չկա, ես չեմ խուսափում այդ ամենից, հենց Հայաստանում էլ նույն դիրքորոշումն ունեն եւ ցավոք այդ ուժերից մի քանիսը Սփյուռքում շատ ավելի արտահայտված ներկայություն ունեն, քան Հայաստանում։ Օրինակ ասենք, ավանդական կուսակցություններից մեկը Հայ-Հեղափոխական Դաշնակցությունն է, որը սկզբունքայինորեն բռնել է հակապետական եւ հակահայաստանյան դիրքորոշում եւ ամեն ինչ անում է իր հնարավորությունների սահմանում, որոնք շատ սահմանափակ են բարեբախտաբար, որպիսի իրականությունը խեղաթյուրված ձևով ներկայացվի։ Կա օրինակ հենց նույն հայ առաքելական եկեղեցու վերնախավը, որը դեռ 2022 թվականից գոնե մեր շփումների թիվն եմ, սկիզբն եմ ասում, 2022 թվականից բռնել է շատ հակապետական այսպես դիրքորոշում եւ դա շատ միտումնավոր եւ դիտավորյալ ձևով տարհանում է, ասում ենք, շուտ էքսպորտ է անում դեպի Սփյուռք։ Իհարկե կրկնում եմ բարեբախտաբար մենք Սփյուռքում էլ ինչպես նաեւ Հայաստանում ունենք բազում սրբազաններ եւ հոգեվոր ծառայողներ, որոնք չեն տրվում դրան եւ կանգնած են ազգի եւ պետության կողքին։ Կան նաև այլ խմբավորումներ, կա նաև այլ ոչ հայաստանյան, ոչ հայ ազդեցության այսպես կենտրոններ, որոնց ազդեցությունը զգացվում է Սփյուռքում։ Դրա անունը չեմ տալու, բայց բոլորդ գիտեք որն է այդ երկիրը, որը ասենք ակտիվորեն Հայաստանի սահմաններից դուրս եւ Հայաստանի սահմանների ներսում փորձում է ազդել։ Չէ, պետք չի, դե հստակ է, բոլորս գիտենք որ երկիրն է, չի բացահայտ։ Մի հատ սովետական անեկդոտ չէ լավ չեմ պատմի հենց։ Այդ սովետի հետ կապված երկիր է մի հատ։